Մի գնացեք ապեր։ Մի վարքան Ժորժան, հանգիստ։ ինչ էր կատարվում ներսում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Իսկ ինչ ներողությունների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից, որտեղ բավական արկղեր դուրս բերվեցին։ Քերիորեն հետապնդելի առարկա իր չեն Ինչ են տարել, կասեք, եթե դա։ Մի բուռ մեղ են տարել, կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ։ Ճանապարհային ինչ-որ նշանել հանեցին։ Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղի Իսկ արկղերով ինչ էր Վարազդատ, որ տարան, Արտուրը Սարգսյան ասաց այդ ծխերից են, ավտորներն Հա, այդ են ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնում էիք, հա, դե բայց ասում եք շատերը ինչ հոդվածով է, ինչ է կատարվել, եղեք իրավական հարցեր։ Տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլվերնյան Ածը տարվեց, թե քննչական կոմիտե։ Ամեն դեպս մեքենաները ածայի համարներով էին եւ ածն էր բերման ենթարկում։ Մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ Ինչու ավտոմատավոր 6 ժամ տևեց Վարազդատ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին, տեսակ դուք Ընթացքում կերևա որ այս ամեն ինչը ճանապարհային երթևեկության ինչ-որ եռանկյունի բան ներկայացվել է, ներողությունների մի հատ եռանկյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես են որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենա խոտանվում է, պետք է հանի դնի, ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Հիմա դուք գնալու եք քննչական կոմիտե։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեվորականի եւս տարան նրա անունազգանունը կասեք, նա ով է։ Անկեղծ չեմ հիշի։ Հրայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ բալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, սա էլ տարան։ չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը արգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր գրիչները Ում բերման ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Մովսեսը Սրբազանի մտերիմներից ազգանունը չեմ հիշ։ Հացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք։ Ոչ, ես զբաղված եմ խոզակցությամբ։ Առանձնացությունները Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող on-line տիրույթում ակտիվություն ծավալեն։ Դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենարի մաս համարել։ Տեսեք, երիտասարդներին հորդորում են օրինակ վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ պարզ է որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրեորեն հետապնդել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք
ահաբեկչական խումբ ենք։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին ոչ ԱԱԾ-ն, ոչ քննչականը չունեն, որոնք կարող են ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել, նույն հայ-աբխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո բառնորոշ ահաբեկչության հոդվածին մեկ դե այս անգամ ավելի սրացում է։ Ես Ահա, քննչական են տարի,